Այսօր հյուրընկալել ենք Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին, ով մասնակցում է այս ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով, եւ պարոն Թևանյան, վերջի շրջանում հիմա ստերին էլ կանրադառնանք, անընդհատ հարձակումներ է նկատում ձեր նկատմամբ, կուսակցության նկատմամբ, կարծես Նիկոլ Փաշինյանի մոտ ինչ որ անհանգստացնող բաներ են հայտնվել, ինֆորմացիաներ կամ չգիտեմ հոգեվիճակն է փոխել, ինչով եք պայմանավորում այդ հարձակումները։ Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել։ Դա կոչվում է քաղաքական ճողվածք։ Ինչ է նշանակում քաղաքական ճողվածքը։ Քանի որ մեկ ճակատով չի մասնակցում ընդդիմությունը, մեկ մեծ ճակատով չի մասնակցում, որը էլի տեխնոլոգիա է եւ կարող է արդյունավետ աշխատել, այս դեպքում մի քանի ճակատներ կան եւ ինքը չգիտի որ կողմը հարձակվի եւ դա բերում է հիստերիկության։ Հայտնի ֆիլմի տարբերակով նա կգոռա, քացի կտա, կբողոքի, որ կդիմի դատախազություն եւ այլն, բայց դա ավանդույթ է։ Հիմա հայ ժողովուրդը այս ընտրություններում պետք է Նիկոլ Փաշինյանին տանի ԶԱԳՍ կամ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին տանի դատախազություն։ Ինչ է դա նշանակում, որ այս ընտրությունը լինել չլինելու ընտրություն է, երկու իմաստով լինել չլինելու։ Հայաստանի ու հայ ժողովրդի համար բառիզբուն իմաստով լինելիության գոյաբանական խնդիր է եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի համար է այդպես լինել չլինելու խնդիր։ Ինքը նայում է Սաակաշվիլիի ճակատագիրը, ինչ եղավ, լավագույն սցենար ունի իր աչքի առաջ Տիխանովսկայի ճակատագիրը, որին ի դեպ վերջերս հրավիրել են Հայաստան անհասկանալի կարգավիճակով, այս առումով լինել չլինելիության ընտրություն է եւ սա աննախադեպ է։ Նույնիսկ 21 թվականին պատերազմից հետո այսպիսի լարվածություն եւ գոյաբանական խնդիր չկար։ Աշխարհաքաղաքական ֆակտորներ համեմատաբար քիչ այն ժամանակ։ Թուրքիան էր իրեն աջակցում այն ժամանակ։ Ոչ բացահայտ այդպես 21 թվականին ճիշտ է Թուրքիան հայտարարություն արեց։ Գենշտաբի հայտարարությունից հետո, բայց ընտրական գործընթացներում իրանք այդքան ակտիվ չէին։ Բայց հիմա բառիզբուն իմաստով աշխարհաքաղաքական բոլոր ուժերը ներգրավել են այս ընտրություններում եւ սա Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, ճակերտավոր ձեռքբերումն է։ Այդ հարձակումները մեր դեմ պայմանավորված են նրանով, որ ինքը տեսնում է մի քանի ճակատ, հիմա որոշել է, որ մեր ճակատի դեմ պետք է հարձակվի, հետո մյուսների դեմ է հարձակվում, բայց սա հիշեցնում է նաև Գյումրիին, հիշում եք, այնտեղ Գյումրիում 4 հիմնական ուժեր կային, այդ թվում եւ Մայր Հայաստանը եւ իշխանություն չէր իմանում ում ուղղությամբ հարվածի եւ ի վերջո ճողվածք ստացավ։ Հիմա եթե մենք շարունակենք ակտիվ ինտենսիվ քարոզարշավը, իսկ մենք շարունակելու ենք ակտիվ ինտենսիվ քարոզարշավը, ապա այդ ճողվածքը իր մոտ շատանալու է, ինքը նյարդայնանալու է, հիստերիկանալու է, բայց դա միայն իրեն է վնասելու, թող շարունակի վնասելը։ Դե դրա համար էլ իրենք սարսափում են, ասում են Գյումրիի երկուս են ուզում անել, այ ժողովուրդ դուք ուշադիր եղեք, ձեզ խաբում են, ասում են իբր տարբեր ուժեր են, բայց իրենք միասին են եւ վերջում միասնական իրենց զայները միացնելու են ու իրականում իրենց հեռացնելու են, էլի, այսինքն սարսափը դրանում է։ Դե հա, բնական է, մենք տարբեր ուժեր ենք իհարկե, հիմնական հավաքական ընդդիմության մաս կազմող ուժերը տարբեր ուժեր են, բայց մեկ հստակ դիրքորոշում ունեն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելը։ Այս առումով ես կարծում եմ, որ շատ լավ միասնական մթնոլորտ կա անդիմադիր դաշտում, շատ կարևոր է միմյանց որևէ խնդիր չառաջացնել միմյանց դեմ, չթիրախավորել, չքննադատել, այդպես էլ կա, եւ երրորդը արդեն համագործակցություն կոնկրետ ընտրատեղամասում, որպեսզի թույլ չտրվեն խախտումներ, թեև ես կարծում եմ, որ խախտումները մինչև ընտրություններն են, ընտրության օրն է կայանում, մենք արդեն տեսնում ենք խայտարակցող վարչական ռեսուրսի չարաշահում իշխանության կողմից եւ տեսնում ենք նաեւ որ իշխանությունը աշխարհաքաղաքական է դարձրել այս ընտրությունը, որը վտանգավոր է Հայաստանի համար։ Ռուսաստանից մենք տեսնում ենք հայտարարությունները, Ֆրանսիան իր փոքրիկ Մակրոնով ներգրավված այս process-ում շատ ակտիվ քաղաքական գործընթացների մասնակից է Ալիևը, Էրդողանը այսպես պապայաբար Նիկոլի համար պապայաբար հետևում է ընտրություններին, բայց մենք պետք է առաջնորդվենք կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան տարբերակով։ Պարոն Թևանյան, այդ աշխարհաքաղաքականի մասով տեսեք, նույնիսկ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ոգով սրտով ամեն ինչով նվիրվել է Ալիևի ու Էրդողանի շահերը
այստեղ ներկայացնելուն, սպասարկելուն, չգիտեմ ինչ անելուն, բայց այնտեղից փշրանքներ է ստանում։ Դա ինչով է պայմանավորված։ Օրինակ Թուրքիան շատ Շրանքներ ինչ նկատի ունեք։ օրինակ ասենք եթե սահմանը բացեին, էֆեկտ կլիներ, չէ՞։ Ինչ որ այդպես կիսա, այդպես նույնն է խոսքը, հա, ինչ որ երրորդ երկրից եկող ապրանքները կարող են նշվել մինչ Հայաստան։ Այդ փշրանքը դա է։ Այսինքն ակնկալում են, որ սահման կբացվի, հիմա իրենց տալիս են ինչ որ կոդի փոփոխություն, ինչ որ չգիտեմ որտեղ եւ այլն, եւ սրանք ուրախ ներկայացնում են, որ տեսեք, բանը ինչա տեղի ունի, կամ ասենք այդքան եվրոպացի այստեղ հավաքում էին, այդ կրկես այդ շոուն եւ այլն, ակնկալում էին, որ վիզաների ազատականացման հետ կապված գոնե ասենք կոնկրետ ժամկետ կնշեն, ասենք մի տարուց, 2 տարուց կամ մի ամսից, դա էլ չարեցին։ Չեն էլ անելու։ Այսինքն բոլոր առումներով գցնում է, շահերը իբր ստեղ ներկայացնում է, ոչ մի բան չկա դրա տակ, Հայաստանի համար, պետության համար, ժողովրդի։ Բայց Նիկոլ Փաշինյանի օրոք երբ է Հայաստանի համար ինչ-որ բան եղել։ Իր համար է եղել անձամբ։ Դրա համար էր Զելենսկիներին եւ այլն, համ իրեն են օգտագործում, համ ինքն է փորձում օգտագործել։ Փոխադարձ օգտագործման պայմաններում են տեղի ունենում Նիկոլ Փաշինյան ԵՄ գլոբալիստական թևի շփումներ հարաբերությունները փոխադարձ օգտագործման եւ միակողմանի նվաստացման պայմաններում են տեղի ունենում Նիկոլ Փաշինյան Ադրբեջան եւ Թուրքիա հարաբերությունները ու այս ընտրությունները իր առանձնահատկությամբ շատ նման է, ես չեմ ուզում վախեցնել, բայց պետք է ասեմ, որ շատ նման է Արցախում տեղի ունեցած վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին։ Չեք չափազանցնում, պարոն Թևանյան։ Բարձր բուն իմաստով նույն ընտրություններն են։ Մենք այն ժամանակ այսպես տագնապի շեփոր ենք հնչեցնում եւ ասում ենք, որ սա կարող է վերջին ընտրությունը դառնալ Արցախի համար։ Բայց ոչ մեկ չէ հավատում այնտեղ։ Այո, ցավոք սրտի այնքան չէին հավատում, որ նույնիսկ այդ զարգացումների օրերին չէին հավատում, որ կարող են Արցախը կորցնել կամ Արցախից կարող են դուրս գալ։ Դա քաղաքական վերնախավի խնդիրն է իհարկե, բայց այս ընտրությունները կարող են Նիկոլ Փաշինյանի վերարտադրության պարագայում դառնալ վերջինը Հայաստանի համար, եւ եթե արցախցիները տեղ ունեին գալու, ապա հայ ժողովուրդը տեղ չի ունենալու գնալու այդ առումով, եւ մենք կարող ենք 21-րդ դարում ականատեսը լինել այնպիսի զարգացումներին, որոնք կհիշեցնեն ցեղասպանային գործընթացներ։ Ես սա ոչ թե խտացած գույներով, այլ շատ ավելի մեղմ տարբերակով եմ ներկայացնում։ Իրականում Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական զոհասեղանին է դրել Հայաստանը, հանուն իր կաշվի փրկության, եւ հիմա անում է քայլեր, որոնք բացարձակապես չեն բխում Հայաստանի Հանրապետության շահից։ Օրինակ մեզ ինչ պետք է, որ մենք Ռուսաստանի դեմ պատերազմ մղենք, լինի դա տնտեսական, դիվանագիտական կամ այլ տիպի։ Մենք երբեք Ռուսաստանի հետ նման խայտառակ հարաբերություններ չենք ունեցել եւ սրա մեղավոր Նիկոլ Փաշինյանն է։ Տեսեք, մենք ունենք ողերում հարևաններ, այսպես ասած։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը մեզ զրկում է դաշնակիցներից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը բերել է նրան, որ ռուսական ռազմաբազան դուրս գա Գյումրիից։ Հենց դուրս եկան հաջորդ օրը Թուրքիա մտնելու է։ Ուղիղ Գյումրի, Ախուրյան եւ այլն, ինչպես որ նախկինում ենք տեսել ենք պատմության ընթացքում։ Մտնելու են Սյունիք, մտնելու են Վարդենիս, մտնելու են Տավուշ, բոլոր ուղղություններով մտնելու են եւ որևէ մեկը չի կանգնեցնելու, եթե մենք այդ հարաբերությունները փչացրեցինք։ Բայց վտանգի զգացողությունը կա ժողովրդի մոտ, որովհետեւ օրինակ չեմ ասում բոլորի, շատ կարող է շատ քիչ հատվածներ, որ ասում են տեսեք այդ իր քայլերը, Պուտինի հետ խոսելը, չգիտեմ ռուսներին այսպիսի բաներ ասելը, դա Հայաստանի ինքնիշխանության բարձրացման ցուցիչներից է։ Ավելի ցածր մակարդակ ինքնիշխանության մենք երբեք չենք ունեցել։ Պուտինի հետ այդ խոսելուց հայ ժողովուրդը ոչինչ չի շահում։ Կայսրությունները, ինչպիսիք են նաև Ռուսաստանը, իրենք ունեն հետևյալ հատկանիշները, անոնց ռուսական տերությունը, իրենք կարող են հանդուրժել, արջպես իրենց բան եւ վերջում անսպասելի առանց դեմքի միմիկան շարժելու այնպեսի քայլ անեն, որ մենք դրանից դուրս ենք, չեմ ասում որ Ռուսաստանը կհարձակվի։ Ռուսաստանը երբեք պատմության ընթացքում հայ-ռուսական պատերազմ չի եղել եւ սա աննախադեպ երևույթ է ընդհանրապես ռուս-վրացական եղել է, ռուս-թուրքական եղել է, բայց հայ-ռուսական պատերազմ չի եղել եւ այդ առումով իրենք որևէ քայլ չեն անում, բայց իրենք էլ իրենց, այսպես ասած,
պատկերացումներն ունեն, որ ինչի պետք է մենք հանդուրժենք հայկական Զելենսկուն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայկական Զելենսկին է։ Այդ առումով հայտարարություն էր իհարկե մայիսի 9-ի հետ կապված Զելենսկու հայտարարությունը, որը Երևանից հնչեց եւ դա անարգանք էր նաեւ մեր բոլոր հերոսների հիշատակին, մեր պապերի, եւ այս առումով Ռուսաստանը կարող է ուղղակի տնտեսական իր գործողությունները անել, որից Ռուսաստանն չի շահելու իդեպ ասը, որովհետեւ իրենք կարող են կորցնել հարավային Կովկասը, բայց հիմա մենք գիտեք հայկական քաղաքական միտքը միշտ է եղել, որ մենք ուրիշներին բացատրել ենք իրենց շահը։ Եվ ասենք, որ այ եթե մեզ վատ լինի, ձեզ էլ վատ կլինի, բայց մարդիկ տեսնեն, որ եթե մեզ վատ է լինում, ապա դա ցեղասպանություն է դառնում, ուրիշները իրենց հարցերը կլուծեն, Ռուսաստանը թող ինքը իր դարդերով տապակվի, մենք մեր դարդն ենք, եւ մեր շահերից բխում է, որ մենք Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենանք եւ կարողանանք մեր շահերը պաշտպանել։ Բայց այդ վտանգի զգացողությունը դուք շփումն է, ակտիվորեն շփվում եք հասարակության հետ, տնետում, բակեր, փողոցներ եւ այլն, զգում եք, որ կա այդ անհանգստություն։ Առավել եւս օրինակ Նիկոլ Փաշինյանը կանգնում է Սյունիքում հայտարարում է, ասում է, որ Սյունիքին որևէ վտանգ չի սպառնում ու դուք մի տրվեք այդ խոսույթներին, այդ սպառնալիքներին, որ Սյունիքին նույնիսկ չի ասում ամբողջ Հայաստանին, նույնիսկ Սյունիքին որևէ վտանգ չի սպառնում։ Դե ժամանակ էլ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, այսինքն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պետք է հակառակ իմաստով անցալել։ Մարդիկ հարթնանում են քնից, այս քարոզարշով այդ հնարավորությունը նաեւ տալիս է։ Մենք էլ մեր քայլով ցույց ենք տվել, որ մենք այնքան բարձր ենք գնահատում վտանգի հավանականությունը, որ ոչ թե առանձին ենք մասնակցել, Բարգավաճ Հայաստանի հետ ենք մասնակցել։ Շատերը կան ասում են, որ դուք անցողիկի խնդիր չունեք, բան եւ այլն, ասենք դա կապ չունի, մենք անցողիկի խնդիր չենք լուծում։ Մենք լուծում ենք իշխանափոխության խնդիր, իսկ Բարգավաճ Հայաստանի հետ գնալը եւ մասնակցել այս ընտրություններին, դա մեսիջ է մեր հասարակությանը, որ մենք պետք է կոնսոլիդացվենք, միավորվենք։ Այս առումով ես կառավարության փուլը շատ հանգիստ ասում եմ, որ հունիսի 7-ին պետք է ընտրել համար 7-ին, մենք հանդես ենք գալիս համար 7 համակրվեաթերթիկով, ինչու պետք է ընտրել, որպեսզի մենք կարողանանք հավաքական ընդդիմությանը հնարավորություն տալ հաղթելու։ Այս ընտրությունները նաև կարող եմ ասել մի առանձնահատկություն էլ ունեն, մարդիկ երբ որ ասում են այլ ինչ խնդիր եք լուծում, ես ասում եմ, որ մեղմ ասած իդեալական խնդիր չենք լուծում։ Ինչ առում։ Ասենք որ առումով միշտ ասում են, չէ, սա լավն է, վատն է, չգիտեմ, սև է, սպիտակ եւ այլն։ Ես ազնիվ ձևով ասում եմ, այս ընտրությունները իդեալական քաղաքական ուժի կամ իդեալական քաղաքական առաջնորդի ընտրության մասին չեն։ Մեղմ ասած, այս ընտրությունները թող այդպես գնահատեն մեր քաղաքացիները, չարյած փոքրագույնի ընտրություն են։ Չարյած փոքրագույնն այն է, որ մենք կունենանք Հայաստան եւ հետագայում նոր իշխանության ձևավորման պարագայում Հայաստանում կկարողանանք կազմակերպել գործընթացներ, որոնք առաջինը կապահովեն անվտանգություն եւ խաղաղություն եւ երկրորդը հնարավորություն կտան զարգացում ապահովելու։ Մյուս թևում Նիկոլ Փաշինյանն է, որը 100%-անոց կործանում է ենթադրում։ Հիմա կործանման եւ չարյած փոքրագույնի միջև ընտրությունը ակնհայտ է, պետք է ընտրել չարյած փոքրագույնին։ Այսինքն սա ավելի շատ հնարավորության ընտրություն է, այսինքն այն դեպքում դու հնարավորությունից զրկվում ես 100%-ով, իսկ ես դեպքում ստանում ես հնարավորություն։ Ստանում ես Լավ չի, Գյումրիում մենք այդպես չարեցինք։ Գյումրիում այնպես չէ, որ մենք ասում ենք, վայ, այդպես իդեալական վիճակ կա, իդեալական տեխնոլոգիա։ Էլի չարյած փոքրագույնի տրամաբանությամբ գնացինք, որպեսզի զրկենք քաղաքացիական պայմանագրին իշխանությունից։ Հիմա նույնը այստեղ պետք է անել։ Այսինքն մենք ոչ թե գովում ենք, ասում ենք մենք աննման ենք, այսպես սազնարած ինքներս մեր չենք գովում։ Մենք անկեղծ ենք ընտրողների հետ, սիրելի ընտրողներ, գնացեք ընտրատեղամաս եւ ընտրեք ցանկացած ընդդիմադիր ուժի, որը համարում եք, որ անցողիկի հնարավորություն ունի, որպեսզի ձայները կոնսոլիդացվեն, մեկտեղվեն եւ մենք հնարավորություն ունենանք իշխանափոխություն իրականացնելու։ Հակառակ պարագայում բացեք Արցախյան օրերի վերջին այդ ժամանակագրությունը եւ պատկերացրեք, թե ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը։ Սա շատ կարևոր մեսիջ է, որ մենք պետքա տանք մեր ընտրողներին։ Դրանից հետո բնականաբար մեր ծրագրերն ենք ներկայացնում, թոշակների հետ կապված,
անվճար կրթության հետ կապված, բիզնեսի ցածր հարկային տոկոսադրույքների հետ կապված, վարկային գերությունից ազատելու հետ կապված, այս բոլորը մեր փաթեթում կա։ Եվ մասնավորապես Երևանի խնդիրների մասին մենք հսկայական փաթեթ ունենք լուծումների, եւ Մայր Հայաստանը որպես թիվ 1 խմբակցությունը Երևանում իր ակտիվ քարոզարշավը իրականացնելու է, այսօր էլ ենք մենք, երեկ էլ ենք լինելու, վաղն էլ ենք լինելու, բոլոր վարչական շրջաններում լինելու ենք եւ ներկայացնելու ենք նաեւ մեր ծրագրերը։ Բայց ամենակարևորագույն խնդիրը, որ Հայաստանի անվտանգության եւ խաղաղության ապահովման հարցն է, որը մենք առաջ ենք քաշել եւ այդ երաշխավորված խաղաղության մոդելը մեր մոտ հենց ամբողջ բացվածքով ներկայացված է։ Այնպես որ մեր ընտրողներին պետք է կոչ անենք անպայման մասնակցեն։ Ժամանակի մի հատ բանաձև կար, բանը քվեարկիր, որպեսզի չպարտվես։ Հիմա մեր մոտ Ռուսաստանում է, Գալասոյատո պրոյեգրայր։ Հիմա մեր մոտ պետք է ասել անպայման տանես դուրս արի մասնակցի ընտրությանը, որպեսզի հաղթես կամ առնվազն չպարտվես։ Գաղթական չդառնաս։ Կորոնավիրուսի ժամանակ որ ասում են մնացեք տանը, փրկեք կյանքեր, հիմա տնից դուրս եկեք, փրկեք կյանքեր։ Մոտավորապես դա իմիջիալս բան Տևանյան զուտ այսպես քարոզարշավին նայելով եւ այլն տպավորություն է, որ տոտալ մերժվում է Նիկոլ Փաշինյանը հատկապես Երևանում։ Երևանում այո, ինքը բնականաբար այդպես է, բոլոր քաղաքներում էլ այդպես է լինելու։ Գյուղերում էլ հիմա, այսպես ասած, H1-ը բոլորիս համար հասանելի է դարձել, այդ քարոզարշավը կաշխատի։ Գյուղերում բավական ակտիվ Բարգավաճ Հայաստանը աշխատում է։ Ծառուկյանը գրեթե բոլոր գյուղերը ինչքան հասցնի այցելելու է, մենք աշխատանքի բաժանում ենք արել, այսպես Երևանը եւ մարզերը, այդ առումով կփորձենք ամբողջ այդ հանրային ծածկույթը ապահովել եւ նաեւ քանի որ այլ ընդդիմադիր ուժեր նույնպես ինտենսիվ քարոզ են տանում, ես կարծում եմ, որ ուղերձները տեղ կհասնեն։ Մնացած արդեն մեր քաղաքացիների ձեռքում է, բայց գլխավոր պատասխանատվությունը եւ գլխավոր ֆունկցիան, որ պետք է կատարեն, դա քաղաքական ուժերն են, որոնք պետք է մարդկանց նախ համոզեն գնալ ընտրատեղամաս եւ երկրորդը համոզեն քվեարկել իշխանության դեմ, որևէ ընդդիմադիր ուժի օգտին։ Շնորհակալություն պարոն Թևանյան, հետաքրքիր զրույցի համար։ Այս լավ նոտայով էլ ավարտենք, հա, Տերենիկ, թե էլի բաններ կարելի է շատ երկար քննարկել, բայց կարծում եմ քարոզարշավին ահագին ժամանակ կա եւ անընդհատ ամեն անգամ կփորձենք ինչ որ թեմա փակագից բացել ու հասկանալ, թե ինչքան ենք մոտեցրել այդ չայրած փոքրագույն քիչ շարաշահում կանեմ եւ ձեզ կխնդրեմ ավելի հաճախ հրավիրել այս ընթացքում։ Կարող ենք ամեն օր էլ հրավիրել։ Երեկոյան զրույցներ Բուխարու Շուշ Ռուսվելտը որ անում էր, չէ՞, այսինքն կարելի է ամեն երեկո։ Բայց քարոզարշավը արդեն չենք հասցնի, որովհետև ինչպես նշեցիք, Մայր Հայաստանը բոլոր վարչական շրջաններում գրեթե ամեն երեկո լինելու է եւ տետատետ քաղաքացիների հետ հանդիպելու է, այս ուղերձները նաեւ դեմարդեմ մենք փոխանցելու ենք մեր։ Եթե հարցեր ունեք, նկատառումներ ունեք, նամակներ ունեք, կարող եք մոտենալ այդ գրաֆիկը հրապարակվում է, չէ՞, պարոն Թևանյան։ Կարող եք մոտենալ ձեր հարցերով քննարկել, հասկանալ եւ այլն։ Շնորհակալություն։ Ես Իսկ մենք մեր ունկնդիրներին եւս մեկ անգամ հորդորենք, որպեսզի միանան մեր բոլոր սոցիալական ցանցերի էջերին։ Միացեք, որ փոխենք։